Ինչպես է բաշխվում ժառանգությունը, այն դեպքում, եթե 4 ժառանգներից միայն մեկն է հոգացել ծնողի ծանր հիվանդության, ինչպես նաև նրա հուղարկավորության ծախսերը։ Նման հարցադրմամբ խորհրդատվություն ունեցա այսօր եւ ցանկանում եմ ձեզ հետ եւս կիսվել, քանի որ տարածված իրավիճակ է։ Ուրեմն ժառանգատուն ունի 4 ժառանգ, որոնցից միայն մեկն է պատշաճ կատարել ծնողի հիվանդության հետ կապված տեղորայքային, հիվանդանոցային եւ այլ բոլոր ծախսերը, ինչպես նաեւ նրա հուղարկավորության հետ կապված ծախսերը։ Մյուս 3 ժառանգները կարելի ասել ոչինչի չեն մասնակցել։ Հիմա ժառանգատուի մահից հետո պարզվել է, որ բավականին մեծ ժառանգական զանգված կա եւ 4 ժառանգներն էլ դիմումներ են ներկայացրել ժառանգություն ընդունելու նպատակով։ Հիմա այդ ծախսեր կատարած ժառանգը հետաքրքրվում է, թե արդյոք օրենքով որևէ առավելություն, որևէ արտոնություն կամ ժառանգական բաժնի տարբերություն կարող է լինել այն ժառանգի համար, ով կենդանության օրոք ամբողջությամբ հոգացել է իր ծնողի հիվանդության հետ կապված ծախսերը, ինչպես նաև հուղարկավորության ծախսերը։ Ես քաղաքացուն բացատրեցի, որ տվյալ դեպքում գործ ունեն քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածով նախատեսված կարգավորման հետ, իսկ դա վերաբերում է ժառանգության հետ կապված ծախսերին։ Տվյալ դեպքում ստացվում է, որ ժառանգներից մեկը ժառանգության հետ կապված ծախսեր է կատարել եւ որը ենթակա է հատուցման։ Իմ կողմից վկայակոչված հոդվածի համաձայն առաջին հերթին, ընդ որում առաջին հերթին հատուցվում են հենց ժառանգատուի մինչ մահը հիվանդության հետ կապված կատարված ծախսերը, ինչպես նաև պատշաճ հուղարկավորության հետ կապված եւ կատարված ծախսերը։ Եվ նշված պահանջը ժառանգը ուղղում է մյուս ժառանգներին ժառանգության բացման օրվանից 6 ամսյա ժամկետում։ Կարևոր նկատառում, որ այն ժառանգը, ով ծախսեր է կատարել եւ ցանկանում է իր պահանջը ներկայացնել մյուս ժառանգներին, ապա պետք է իմանա, որ մյուս ժառանգները այդ ծախսերը հատուցում են իրենց հասած ժառանգության արժեքի սահմաններում եւ ոչ դրանից ավելին։ Ինչ է դա նշանակում, որպեսզի ավելի պարզ բացատրեմ, օրինակ պայմանականորեն ընդունենք, որ ժառանգական զանգվածը յուրաքանչյուրի համար բաշխվել է 5 միլիոնական դրամ, այսինքն ամեն ժառանգ ստացել է մոտավորապես 5 միլիոն դրամի արժեքի սահմաններում ժառանգություն, ապա նրան ուղղված պահանջը չի կարող այդ 5 միլիոնը գերազանցել։ Պետք է լինել ոչ ավելին, քան 5 միլիոն դրամ։ Իհարկե ցանկալի է, որ նման հարցերը լուծվի ընտանիքի ներսում եւ հարազատների միջև եւ այլանց չմիջամտի, բայց երբ գալիս է մի իրավիճակ, երբ հասկանում եք, որ այլևս չի ստացվում միմյանց միջև այդ հարցը լուծելը, ապա վստահաբար կարող եք դիմել ինձ եւ ստանալ իմ խորհրդատվությունը։ Ես կօգնեմ ձեզ լինել իրազեկ, ինչպես նաեւ պահպանել ձեր լավ հարաբերությունները ձեր հարազատների հետ։ Լավ եղեք։